Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր կարծիք էի մի տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդի անդամ Վահե Մովսիսյանին։ Նրա հետ կխոսենք Հայաստանում կատարվող իրավիճակի եւ հատկապես այսօր Գյումրիում կատարվող դեպքերի մասին։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Սկսենք օրվա իրադարձություններից այսօր ինչ կատարվում է Գյումրիում, եւս մեկ փաստ է, որ մեր երկրում չկա ժողովրդավարություն։ Ժողովրդավարություն 18 թվականից ի վեր չկա, այսինքն փաստացի ինչ Նիկոլ Փաշինյանը ստանձնել է վարչապետի պաշտոնը, մեր երկրում ժողովրդավարության մասին խոսելը ընդհանրապես ծիծաղելի է։ Ինչու՞։ Որովհետև ի սկզբանե, գանք սկզբից, 2018 թվականին խաբելով ժողովրդին, մանիպուլացնելով, զգացմունքային ինչ-որ թեզեր առաջ քաշելով, փորձեցին գան իշխանության եւ ստացվեց։ Վերցնելով իշխանությունը, իրենք ժողովրդին համոզում էին, որ այլևս դուք եք վարչապետներ, իշխանությունը ձերն է, դուք երբ ուզեք մենք կգնանք եւ այսպես շարունակ։ 2018 թվականից ի վեր ժողովրդավարությունը բռնաբարված վիճակում է, այսինքն արդարադատությունը, սանրությունը ու ամբողջությամբ այն ինչը որ հայ ժողովրդի իրավունքները պետք է պաշտպաներ, այն իրավունքները, որ պետքա ինքնորոշում որպես այդպեսին լիներ, չկա։ Այսինքն մենք ունենք մի իրավիճակ, որտեղ անձի ղեկավարած քաղաքացիական պայմանագիր խմբակը գործում է մի սկզբունքով՝ անձնական շահի եւ բնականաբար Նիկոլ Փաշինյանի շահի։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ինչ է անում։ Հայ ժողովրդին մեղադրում է, որ իրան բերել են իշխանության ու ամեն ինչ վերագրում է ժողովրդին, ասում է՝ այ տեսեք, այս խնդիրը կա, ժողովուրդ ջան, դուք ինձ ընտրել եք, այս խնդիրն էլ դրանից ենթադրելով կա։ Հիմա անցնենք Գյումրիի կատարվող իրադարձություններին։ Եվս մեկ քաղաքապետ, ով ընտրություններում ստացել է ժողովրդի քվեները որպես ընդդիմադիր, ստանձնել է քաղաքապետի պաշտոնը ու ձերբակալվում է կամ կալանավորվում է։ Ինչու՞։ Որովհետև յուրաքանչյուր ընդդիմադիր դա լինի քաղաքապետ, գործիչ, վանական, սրբազան, վերջի վերջո, եթե դու դեմ ես Նիկոլին, ուրեմն պետքա ձերբակալվես, կալանավորվես ու այդ բռնաճնշումները շարունակվում են արդեն 7 տարի եւ ավել։ Այդ բռնաճնշումները շարունակվելու են այնքան ժամանակ, կան Նիկոլ Փաշինյանը ու վարչապետի պաշտոնին է։ Ինչու՞։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը եկել է ազգակործան ծրագրով ու ուզում է վերջի վերջո Արցախը հանձնելուց հետո արդեն հասել է Հայաստանին ու ուզում է ամբողջությամբ Հայաստանի Հանրապետությանը զրկի ինքնիշխանությունից, ժողովրդին ու պետությունը հանձնի իր եղբայրներին, այսինքն թուրքերին եւ ադրբեջանցիներին։ Այդ իսկ պատճառով ինքը սակարկման է դնում ամեն ինչ, անգամ մեր հայ ժողովրդի անվտանգությունը, մեր հայ ժողովրդի ապագան, մեր երեխաների ապագան եւ այսպես շարունակ։ Քանի որ իր ծրագրի իրագործման մի մասը արդեն իր մոտ ստացվել է, այսինքն ինքը հրաժարվելով Արցախից ստեղծել է մի իրավիճակ, որտեղ որ ասում է՝ այ տեսեք, արդեն Արցախից հետո մենք գնում ենք դեպի խաղաղության, բայց խաղաղության մասին խոսք անգամ լինել չի կարող։ Ինչու՞։ Որովհետև երբ որ դու պարտված ես, դու ոչ մի պարագայում հնարավոր չի, որ ունենաս այնպիսի դաշնակիցներ, ովքեր որ ձեզ կպաշտպանեն։ Չես կարող ունենալ այնպիսի մի իրավիճակ, որտեղ որ հարևան պետությունը, թշնամի պետությունը քեզ նվաստացնում է, քեզ փորձում է ոչնչացնի, իսկ դու իրանից աղերսում ես խաղաղություն։ Այսինքն խաղաղությունը պետքա լինի արժանապատիվ։ Արժանապատիվ խաղաղության համար մենք պետք է ունենանք մարտունակ բանակ, պետքա ժամանակակից զենքեր ունենանք, ինքնապաշտպանության հետ կապված չպետք է մենք ունենանք խնդիրներ, բայց այս պարագայում Նիկոլ Փաշինյանի օրոք մեր դարպասները ընդհանրապես բաց են ու թշնամին երբ ոնց ուզում գալի գնում է։ Ու հաշվի առնելով այն տարածքները, որ հիմա օկուպացված է Ադրբեջանի կողմից, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներ են։ Դեռ դեմարկացիա, դելիմիտացիա չի արվել ու մենք փաստացի չգիտենք մեր սահմանները որտեղից է սկսում։ Ու այս ընթացքում այն մարդիկ կլինեն քաղաքապետեր, կլինեն հոգևորականներ, թե կլինեն սովորական ժողովուրդ, ովքեր որ պայքարում են, դառնում են պետության թշնամին, քանի որ պետությունը ու իշխանությունը պատկանում է ում Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն եթե դու սիրում ես քո հայրենիքը, ուրեմն դու պետքա կալանավորվես, ձերբակալվես։ Ու այս բռնաճնշումները կշարունակվեն այնքան ժամանակ, որ Նիկոլ Փաշինյանը կկարողանա պահի իր իշխանությունը։ 2021 թվականից ի վեր ինքը խաբում է ժողովրդին եւս մեկ անգամ նոր հույզերի վրա, որ այ տեսեք ես կվերադարձնեմ գերիների մասին խոսք անգամ լինել չի կարող, մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի վերադառնան գերիները չվերադարձան։ Ավելին, դեռ մեր
ռազմաքաղաքական առաջնորդները Արցախի գտնվում են գերության մեջ ու ընդհանրապես ոչ ոք մատը մատին չի տալի, որպեսզի իրենք վերադառնան հայրենիք։ Երկրորդը, ժողովուրդը պետք է ապրեր ավելի լավ, ավելի բարեկեցիկ ու ինքը գալիս էր այն սկզբունքով, որ այ տեսեք, ձեզ թալանում են, ձեզ խաբում են, սիրելի հայրենակիցներ, մենք գալու ենք, ժողովրդավարությունն է լինելու, նոր աշխատատեղեր են լինելու, տնտեսությունը զարգանալու, չգիտեմ, ինչ-որ թռիչքային, ինչ-որ աճի մասին էր խոսեցվում, բայց իրականում ինչ կատարվեց։ Իրենք հարստացան, իրենք հարստանում են ու իրենք փորձում են պահել իշխանությունը, որպեսզի նորից հարստանան։ Ու այս ամեն ինչը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև մեր հայ ժողովուրդը չփորձի ինչ-որ տարբերակով համախմբվի գաղափարի շուրջ ու չլինեն անձնական շահեր, չլինեն ինչ-որ պատկերացումներ, այ տեսեք, սա իրատեսական չի, այս ինչ գործողությունը կատարելու համար եղանակային պայմանները լավը չեն, իմպիչմենտը լուրջ չի եւ այսպես շարունակ։ Այսինքն, եթե մի ամբողջ ժողովուրդ համախմբվի ու ունենանք այն քաղաքական էլիտան ու առաջնորդները, ովքեր որ կկարողանան առաջնորդեն ընդհանուր մեր հայ ժողովրդին, որպեսզի մենք ազատվենք այս չարիքից, մենք կարողանանք գոնե ինչ-որ նոր տողից նոր պատմություն կերտենք առանց Նիկոլի, առանց նոր պարտությունների, առանց նոր կապիտուլյացիայի, նոր հանձնումների։ Ու ես ձեզ վստահեցնում եմ, սիրելի հայրենակիցներ, որ հենց այդ ժամանակ մենք կունենանք խաղաղություն։ Իսկ խաղաղություն մուրացող Նիկոլը չի կարող մեր Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդին բերի խաղաղություն, որտեղ ինքը սովորական բանսարկու խաբեբայ է, ով խաղաղության քողի տակ եւս մեկ նոր պայմանագիր կնքելով ցույց տալով, որ հայ ժողովուրդ տեսեք, ես Ադրբեջանի հետ գնում եմ խաղաղության քողի տակ ընդամենը գնում է նոր հանձնումների ու քանի որ ինքը աջակցություն ունի հենց թշնամի պետություններից, որպեսի պահի իր իշխանությունը, այդ սկզբունքով էլ ինքը շարունակում է ճնշել բռնաճնշումներ գործադրել բոլոր ընդդիմադիրների վրա, ընդհուպ հասել է արդեն այն կարմիր գծերն հատե, որ ինքը արդեն բռնաճնշումների արդյունքում հասել է մի կետի, որտեղ որ արդեն հոգևորականների կալանավորումը, սրբազանների կալանավոր է, բանտարկությունների շարքը շարունակվում է, տասնյակ արդեն հոգևորականներ գտնվում են անազատության մեջ ու վերջի վերջո հասել է արդեն կաթողիկոսին, ասում է տեսեք, կաթողիկոսը չի ներկայացնում եկեղեցին եւ այսպես շարունակ։ Ինքը պնդում է, որ ինքը հայ առաքելական եկեղեցու հետևորդն է, բայց ինքը պատվիրաններից գեթ մեկը չի պահում։ Ինքը պնդում է, որ հայ առաքելական եկեղեցու հետևորդն է, բայց չի փորձում իրավիճակը հստակեցնի, չի փորձում կոնկրետ փաստարկներով ներկայացնի, թե ինչ է իր ուզածը, որտեղ իր ուզածը Հայաստանի Հանրապետության չլինելն է, ոնց որ Ալիևի եւ Էրդողանինն է։ Այսինքն, եթե մենք այս պահին օրակարգային չենք նայում այն հարցերին, որ Նիկոլ Փաշինյանի մեկ օր ավել իշխանության մնալը մեր Հայաստանի չգոյության մասինն է, մենք ունենալու ենք նույն իրավիճակը, այսինքն այս նույն իրավիճակը կարա այսօր Գյումրիում վաղը լինի մեկ այլ մարզում կամ մեկ այլ տարածաշրջանում ու այսպես շարունակ։ Այսինքն մենք ունենք նաև նախադեպը նրա, որ դու կարող ես լինել ընդդիմադիր քաղաքապետ, ում ընտրել է ժողովուրդը ու գնդակահարվես ու վերջի վերջո դա վերագրվի, չգիտեմ, կոչվի վենդետա եւ այսպես շարունակ։ Այսինքն դու կարող ես լինել Նիկոլի դեմ ու հայտնվել գերեզմաններում։ Այսպիսով, եթե մենք այսօր չենք լուծում խնդիր Նիկոլ Փաշինյանից ազատվելու, մենք վաղը չենք կարողանալու լուծել խնդիր, որպեսզի իրեն կարողանանք հեռացնել իր պաշտոնից, առավել ևս 2026 թվականի ընտրությունների պայմաններում, այսինքն ինքը բոլոր լծակները օգտագործել է, որպեսզի մնա իշխանության։ Ինչու՞։ Կմնա իշխանության, որպեսզի շարունակի բռնաճնշումները, Հայաստանի ոչնչացումը եւ այսպես շարունակ ու մենք քանի խելքի չենք գալի, ուշքի չենք գալի ու չենք կարողանում համախմբվել նրա համար, որպեսզի առաջինը ազատվենք չարիքից Նիկոլ Փաշինյանից, մեր մոտ իրավիճակը այսպես շարունակվելու է։ Դրա համար իմ կոչն է նաև մեր հայրենակիցներին, մտահոգ մեր հայրենակիցներին, ովքեր գիտակցում են, հասկանում են պահի լրջությունը, պետք է համախմբվել։ Օրինակ կա համար 1 օրակարգի իմպիչմենտը, որը որ մեզ թույլ է տալիս սահմանադրական ճանապարհով հեռացնել Նիկոլ Փաշինյանին, ստեղծել ժամանակավոր կառավարություն, գնալ նորմալ ժողովրդավարական տարբերակով ընտրությունների, ընտրել նոր իշխանություններ առանց Նիկոլ Փաշինյանի գոյության, որը որ երաշխավորն է, որ ժողովուրդը կընտրի նոր առաջնորդի, մենք կունենանք նոր կազմավորված ազգային ժողով, որը որ մտահոգ կլինի Հայաստանի Հանրապետության համար, հայ ժողովրդի համար ու կփորձի այս իրավիճակից դուրս բերի, մեզ տանի
դեպի նոր լավ Հայաստան, ավելի բարեկեցիկ Հայաստան եւ ամենակարևորն է դեպի անվտանգ Հայաստան, այսինքն մենք հրաժարվելով Նիկոլ Փաշինյանից, հեռացնելով Նիկոլ Փաշինյանից, նախ կանգնեցնում ենք կապիտուլյացիաները, որը որ շարունակական է այլևս 7 տարի եւ ավել շարունակվում են կապիտուլյացիաները տարբեր ձևաչափերով, այսինքն տարբեր փաստաթղթերով Նիկոլ Փաշինյանը ստորագրում է եւ հանձնում է Հայաստանի Հանրապետությունից տարածքներ ու վերջի վերջո այն ինչ կատարվում է հիմա, այն անարխիան, այն խայտառակությունը, որ հիմա տիրում է Հայաստանի Հանրապետությունում, այլևս հնարավոր չի հանդուրժել, որովհետև արդեն լինել չլինելու մասին է հարցը, սիրելի ժողովուրդ, պետություն ունենալ ու չունենալու մասին է, այլևս չկան անձնական խնդիրներ, ներանձնական հարցեր, չգիտեմ, ինչ-որ ամբիցիաներ կամ իշխանության գալու հետ կապված խնդիր մենք այլևս չունենք, մենք ունենք խնդիր, որ ընդհանրապես կարող է երկիր չլինի, որպեսզի այդ երկիրը իշխանություն ունենա, առավել ևս հայրենասեր իշխանությունների մասն է խոսքը, այսինքն եթե մենք այսօր ուշքի չգանք, վաղը մենք նույն խնդիրը տեսնելու ենք ու ունենալու ենք մեկ այլ մարզում, մեկ այլ տարածքում եւ վերջի վերջո եթե մենք այսօր թույլ ենք տալի Նիկոլ Փաշինյանին այս ոտնձգությունները, որ կատարվում է ընդդիմադիրների նկատմամբ ու ընդհանրապես հայ ժողովրդի նկատմամբ, նրանց սարքելով տուգանքի մատերիալ, նրանց կեղեքելով, նրանց թալանելով, վերջի վերջո մենք ունենալու ենք նաև կեղծված ընտրություններ 2026 թվականին ու եւս մեկ պողպատե մանդատա Նիկոլը ունենալու, որպեսզի այն մնացած մասն էլ հանձնի, այն ժողովրդի մնացած մասին էլ կեղեքի, թալանի ու վերջի վերջո ամբողջ մեղքը գցի կամ նախկինների վրա կամ ասի ժողովուրդ ջան, դուք ինձ ընտրել եք, ես էլ այդ իսկ պատճառով այս ամեն ինչը արել եմ, դուք եք մեղավոր, չընտրեիք, ես էլ չանեի։ Դրա համար Նիկոլի հետ ընտրությունները գնալը հնարավոր չի, փաստացի ինքը կեղծարար է, ինքը հանցագործ է, ինքը 5000 տղաների զոհաբերեց, որպեսի ունենա պաշտոն, վերջի վերջո ինքը 2 միլիոն հայ էլ կզոհաբերի, որպեսի էլի ունենա պաշտոն, այնպես որ սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ ձեզ, պայքարեք յուրաքանչյուրը ձեր տարածքում, փորձեք, իրազեկեք, համոզեք մեր քաղաքացիներին, մեր հայրենակիցներին, որ այսպես շարունակվել հնարավոր չի, մենք կարող ենք կորցնել մեր վաղվա օրը, մեր երեխաների ապագան։ Շնորհակալություն։